Կառավարությունում մարդիկ փաստորեն սուտ են խոսել կամ իրենց ներկայացրածը չի համապատասխանում ստոմատոլոգիական ոլորտի համար նախատեսված հարկաչափերին։ Դա այն է, որ երկրի ղեկավարը տարվա սկզբին ասեց, որ պետք է շրջարկը բարձրանա 10%, սակայն ընդգծեց, նշեց, որ փոքր բիզնեսի համար, փոքր միջին բիզնեսի համար այն կարա դառնա ընդհուպ մինչև 1%, որովհետև ծախս ներկայացնելը որոշ ծախսատեսակներ կան, որոնք կնվազեն ընդհանուր այդ 10%-ից եւ հարկը կարող է դառնալ մինչև 1%։ Դրանից հետո եղավ տարաձայնություններ տարբեր տեսակի, տարբեր կողմերից։ Այս ամենը ոնց որ հստակեցնելու համար Պետրոս Ղազարյանի մոտ մի հաղորդում տեղի ունեցավ, որտեղ մասնակցում էին Թորոսյան Արսենը եւ Նայիրի Սարգսյանը, պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը։ Եվ այնտեղ նույնպես մանրամասնում էին թվեր ներկայացնելով, որ մանր եւ միջին բիզնեսի համար կարա 1% դառնա, ներկայացնելով ծախսեր։ Մի քիչ անհավատալի էր թվում, մենք այդպես այդ ժամանակ խոսում էինք ռիսկերի մասին, մի քանի անգամ խոսել ենք, ներկայացրել ենք, բայց սպասում եմ ես երամսյակը վերջանալուց հետո, ապրիլի 20-ը մինչև հաշվետվությունը ուղարկելու ժամանակ ինչ է տեղի ունենում, ոնց է դառնալու 1%։ Մեր ՍՊ-ն բոլոր այդ հաշիվ ապրանքագրերը հավաքեց եւ շրջանառության հաշվետվությունը ներկայացրեց, մտածում ենք, որ մերը կնվազի 1%, 2%, որովհետեւ բավականին ներդրում էինք արել այս տարվա ընթացքում, սակայն նայեցի օրենքը, որը որ վերաբերում է ստոմատոլոգիական ոլորտին, ասեմ, որ իրենց ներկայացրածը չի համապատասխանում ստոմատոլոգիական ոլորտին, դա սուտ է։ Ստոմատոլոգիական ոլորտում հարկերը ինչքան է ուզում ես ծախս ցույց տու, 4.5%-ից չի նվազելու։ Նույնիսկ 90% ծախսի դեպքում 4.6%-ը չի նվազում։ Իրենք ասում էին, որ ոնց որ օրինակ բերեմ, 1 միլիոն շրջանառության դեպքում, եթե ներկայացնում ես 900,000 դրամի ծախս, իրենց ասացի, քո հարկը դառնում է մոտարապես իջնում է 1%։ Բայց իրենք ասում են, որ ծախսի 6%-ն ենք հաշվարկելու, այսինքն 900,000 դրամի 6%-ը անում է 54,000 դրամ, 100,000 կազմող հենց այդ 10%-ը, որ միլիոնի 10%-ը կազմում է 100,000 դրամ։ Եվ իրանք մինուս են անում այդ 54,000-ը, որը որ մեր ծախսի 6%-ն է, եւ ստացվում է 46,000 դրամ։ Ներողություն 4.6%։ Այսինքն ստացվում է ստոմատոլոգիական ոլորտում 90% ծախս ցույց տալու դեպքում 4.6% է հարկը, բայց ստոմատոլոգիական ոլորտում չի կարա միշտ, ասենք 90% ծախս կազմի, այն կազմելու է 40-ից 60%։ Հետևաբար ստոմատոլոգիական ոլորտում հարկը 5%-ից բարձրացել է 6-ից 8% մոտավորապես։ Այսի ոնց որ թվերով մենք կարող ենք ապացուցել։ Բայց տեսեք, նախ ես համաձայն չեմ այս վիճակին, չենք ուզում մենք հարմարվենք այս վիճակին, բայց օդում պտտվող լուրերի, ըստ օդում պտտվող լուրերի, սա կոչվում է հարկային ռազվեդկա։ Շրջարկի 5%-ից 10% դառնալը եւ մնացած իր այդ դրսևորումները, սա համարվում է հարկային ռազվեդկա, սա մի տեսակ տրանսֆեր է շրջարկից ուրեմն ավելացրած արժեք տեղափոխելու համար։ Այսինքն, այս ինչը որ արդեն վատ է,
Սրան հաջորդելու է ավելի վատը ըստ պատտվող լուրերի հուլիսի 1-ից։ Իրենք այսինքն խոշորացույցով բան են անելու, բոլոր այդ ոլորտները ուզում են հասկանան, ոչ թե հասկանան, այլ տեսնեն ինչ է կատարվում եւ քամեն ինչքան հնարավոր է։ Նայեք, երբ որ ստամատոլոգները իրենց ճանապարհին այդքան գումարներ են ծախսում կրթվելու համար, բիզնես ներդնելու համար, արտերկրում վերապատրաստվելու համար եւ շատ ու շատ ծախսելու համար, որևէ մի պաշտոնյա, այդպես սիրուն կոստյում հագած, սափրված, չկանչեց ասեր, հələ եկեք տեսնեմ, դուք ոնց որ խոշոր ծախսեր եք անում, ինչով կարանք ձեզ օգնենք։ Այսինքն չարչարանքով, տառապանքով մարդիկ հասնում են մի հատ կետի, որից հետո որ պետք է աշխատեն, վայելեն, այո, նաև վճարեն հարկեր։ Ես իմ հեռախոսով եմ կատարում հարկերը մեր ՍՊ-ի, եւ երբ որ կատարում եմ Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին վճարում, ես ինձ շատ լավ եմ զգում, ասում եմ փառք Աստծուն։ Իմ շնորհիվ, իմ գործնեության շնորհիվ մի փոքրիկ էլ ոնց որ լումա գնաց բյուջե, բայց դա չի նշանակում, որ իրանք դա պետք է չարաշահեն։ Այսինքն մեր կայանալու ճանապարհին պետությունը մեզ չօգնի, կանալուց հետո ասել եկեք մի հատ ձեզ քամենք, էդի անարդար է։ Հասկանում եք, սա դատապարտելի է։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը երբեմն սուրբ գրքով է խոսում եւ ասում է հարկերի հետ կապված. Կայսրինը կայսր, Աստծունը Աստված։ Դա ճշմարտություն է, այդպես է։ Բայց մենք տալիս ենք կայսրին։ Այստեղ արդեն ինքը եւ իր նման մտածողները արդեն պետք է զգուշ լինեն, որ Աստծունը չտանեն ժողովրդի ձեռքից։ Գուցե կայսրի չափաբաժինն է փոքր ըստ իրենց։ Չի կարա կայսրի չափաբաժինը փոքր լինի, որտեղ մարդիկ հարկեր վճարում են։ Ես ասացի, անարդար է, որ մարդիկ իրանց չարչարանքի ճանապարհին օժանդակություն չստանան պետությունից, բայց կայանալուն պես փորձեն այդ մարդկանց քամեն։ Սա անարդար է, սա ես կարծում եմ, երկյուղով եմ այս բառերն ասում, բայց կարծում եմ, որ սա Աստծո կողմից անընդունելի բան է։ Մենք վճարում ենք հարկեր եւ ասում եմ, թող իրենք ներողություն ես արտահայտությանս համար, քթները չմտցնեն այնտեղ, որտեղ որ չի կարելի։ Թող քթները մտցնելու այդ ցանկությունը իրանց մեջ սպանեն։ Ուրեմն երկկողմանի համաձայնությամբ հարկաչափեր ձևավորվի, որ մենք սեզ չգանք ստեղ, այս մարդիկ չհավաքեն։ Ռեզոնանսը տարաձայնությունը, տևական տարաձայնությունը, սա տևական տարաձայնություն է հունվարից։ Խոսում են նրա մասին, որ օրենքները ոչ ճիշտ են մշակվում, ոչ ճիշտ քայլեր են անում։ Նախորդ անգամ, երբ որ մենք կառավարությունում հյուրընկալվեցինք եւ ներկա էին փող ֆինանսների նախարար Արման Պողոսյան եւ մյուսի անունը չեմ հիշում, ասեցի ինչ եք արել, ոնց եք հաշվարկել։ Ասում եմ մենք հենվել ենք ձեր ներկայացրած հաշվետվությունների վրա։ Հիմք ենք ընդունել այս մի քանի տարվա ընթացքում ձեր հաշվետվությունների ուրեմն այդ թվաբանությունը։ Եղբայր ասում եմ, բացի թվաբանություն ներկայացնելուց, բացի հաշվետվություն ներկայացնելուց, յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունը, սպეციფიკան։ Այ որ մի քիչ փորձեք իջնել ժողովրդի մակարդակին, էսի չի նշանակում ենք ցածր մակարդակին, նշանակում այդ բարձր աթոռներից։ Թերևս կհասկանաք ինչ է տեղի ունենում, եւ օրենքները կմշակեք համապատասխան մեզ հետ քննարկելուց հետո։ Մենք ձեզ չենք խաբելու, մենք ձեզ շատ ինֆորմացիա տալու ենք։ Եվ դրանից հետո չեն գա այստեղ հավաքվենք։